Կատարակտի վիրահատության վերաբերյալ 3 միֆեր։ Միֆ առաջին. կատարակտը պետք է վիրահատել միայն այն ժամանակ, երբ այն հասունացած է։ Այս պնդումը արդիական էր անցյալում, երբ տեխնիկական հնարավորությունները սահմանափակ էին։ Այսօր ժամանակակից սարքավորումները եւ վիրահատական մեթոդները հնարավորություն են տալիս վիրահատել կատարակտը իր զարգացման վաղ շրջաններում։ Ընդ որում, ինչքան բուժարուն շուտ կդիմի օգնության համար, այնքան կանխատեսելի կլինեն վիրահատության արդյունքները։ Միֆ համար 2. Կատարակտի վիրահատությունը ցավոտ է եւ տևում է երկար։ Իրականում հմուտ վիրաբուժի ձեռքերում վիրահատությունը տևում է ընդամենը 15 րոպե եւ իրականացվում է տեղային կաթիլային անզգայացմամբ։ Միֆ համար 3. Կատարակտը կարող է կրկնվել։ Դա եւս չի համապատասխանում իրականությանը։ Կատարակտը վիրահատում ենք ամբողջ կյանքի ընթացքում մեկ անգամ, արհեստական ոսպնյակը, որը տեղադրվում է աչքի մեջ, բնական պղտորված ոսպնյակի հեռացումից հետո ընկալվում է օրգանիզմի կողմից առանց մերժման։ Սակայն լինում են դեպքեր, երբ կատարակտի վիրահատությունից հետո զարգանում է ոսպնյակային պատիճի հետին պատի պղտորում, որը առավել հայտնի է որպես հետին պատիճի ֆիբրոզ կամ երկրորդային կատարակտ անվանմամբ։ Այս խնդիրը ևս ունի շատ հեշտ ու արագ լուծում, որի մասին կխոսենք մեր հետագա տեսանյութերում։ Իսկ դուք չմոռանաք հավանել նյութը եւ բաժանորդագրվել էջին ակնաբուժության ոլորտի վերջին նորություններին առաջինը տեղեկանալու նպատակով։